իսկ որ նշեցիք, եթե Կոմիտասը չլներ, մենք մեր ինքնությունը կկորցնեինք, այդ ինչ է նշանակում։ Գիտեք ինչ է նշանակում, շատ հետաքրքիր է, եթե մենք մտքով գնանք 19-րդ դարի վերջերը, մենք հիշենք, որ Արևմտյան Հայաստանը քանի 100 տարի եղել է թուրքական տիրապետության տակ, չէ՞։ Պետք էր գտնել ազգի դեմքը։ Հա, ոնց որ ժամանակին Մաշտոցը։ Այո, եւ Գարեգին Տեր-Սրբազյանը, չէ՞ որ այսպեսի կոչ արեց, ծանիր քեզ, ճանաչիր քեզ։ Ազգը պիտի իրեն ճանաչի, հասկանա, թե ինքը ով է, որովհետև այնտեղ թուրքեր են ապրում, քրդեր են ապրում, ասորիներ են ապրում եւ այլն, եւ հույներ են ապրում, եւ յուրաքանչյուրը իր դեմքը ունի, իր ինքնությունը ունի, հայը ունի թե չունի, Կոմիտասը սկսեց փնտրել։ Այդ երիտասարդ տղայի մեջ ինչպես արթնացավ այդ միտքը, որ նա պիտի անձնազոհաբար ընկած գյուղերը եւ պետք է գեղեցկական երաժշտության մեջ փնտրի, որովհետեւ հիմքը դա է։ Ավանդաբար պապից թորանը անցնում է այն շերտերում, որոնք ամիջականորեն հողի հետ են կապված, հողամշակներ են։ Քաղաքի բնակիչը նա բազմաթիվ շփումներ ունի, 1000 մի տեսակ երաժշտություն է նրա ականջը լցվում, չէ՞։ Հա։ Իսկ իսկական ավանդականը գեղեցկական շերտի մեջ է։ Եվ դա Կոմիտասը գտնելով գնաց այդ ճանապարհով։ Եվ որ ասում են Կոմիտասը փայլեցրեց, Կոմիտասը մաքրեց հայկական, Կոմիտասը ոչ մի նոտագրված իր նմուշի վրա գրիչ չի խաղացրել։ Նա ոչ մի հնչյուն չի փոխել։ Նա գրառել է այնպես, ինչպես գյուղացին երգել է։ Նրա մաքրելը գիտեք ինչումն էր, նա նույն երգատեսակը գյուղում 10 հոգի այդ երգը երգում են, ինքը բոլորին երգացնելով, տեսնում էր ով է ավելի մաքուր երգում։ Հա։ Ով է ավելի կատարյալ երգում, որովհետև նա հիանալի ընկալեց, որ հայի ձայնարտաբերման տեսակն էլ ուրիշ է։ Մենք կոկորդային երգեցողություն չունենք, մերը կրծքային է։ Ձայնը այստեղ է գոյանում, գլխային չի։ Այն խաղերը բաները որ անում են, այդ բոլորը կոկորդային բաներ են, ու դա հայերինը չի, հայի երգեցողությունը ուրիշ է, եւ Կոմիտասը այդ ճանապարհով գնաց, եւ նա հասկանում էր, որ կանայք ավելի մաքուր են երգում ոճապես։ Հա։ Նրանց ճաշակը գալիս է ավանդական ճաշակից, տատից լսածը, պապից լսածը եւ այլն։ Տղամարդիկ մի քիչ ուզում են զարդարել, մի քիչ կարող է կոկորդային խաղեր անեն, բայց հա, իհարկե, ուղղակի կատարյալ, մասնագետ թվալու համար, որ ավելի լավ եմ կատարում, հա, այսպիսի բաներ էլ կան, լուրջ հոգեբանական խնդիրներ են սրանք։ Հա, բայց Կոմիտասը հասկացավ, որ այն տատիկները, մամիկները նրանք ավելի մաքուր են պահում։ Եվ ձայնագրում էր, պապիկներից էլ էր ձայնագրում եւ այլն։ Այդ տեսեք լորվա գութաներքը միակ Կոմիտասն է ձայնագրել, այսքան մենք ձայնագրություններ ունենք, մենակ ինքն է ձայնագրել հենց գութանավարի պահին։ Դա ուրիշ բան է, ֆոլկլորը արժեքավոր է այն ժամանակ, երբ որ դու գրառում ես ճիշտ տեղում իր ժամանակին։ Հարսնագովքը պիտի հարսանիքի ժամանակ ձայնագրես։ Հա։ Էներգետիկան ուրիշ է, հա։ Էներգետիկան ուրիշ է, հետո գործառույթը, երգը իր գործառույթի մեջ պիտի լինի։ Եթե երեխա քնեցնել չկա, ինչի պիտի տատիկը նստի օր ասի, որ ես ուղակի ձայնագրեմ։ Այդ այն վիճակը չի, դա երկրորդային ֆոլկլոր։ Հա։ Այսինքն մեր երաժշտությունը նաև ամեն ինչի իր նպատակն է ունեցել։ Անպայման, ամեն նշեցիք, որ հողագործներն իրենց երգերում ամեն ժանր իր գործառույթն ունի, իր տեղում, իր ժամանակին, դրանից դուրս ֆոլկլոր չկա։ Գյուղացին թատրոն չի հասկանում։ Նրա երգը նրա համար չի, որ ինչ որ թատերական բեմ բարձրանամ, ջրբան երգեմ։ Նրան պետք է երգել, երգում է, պետք չի երգի։ Գութանավար է անում, պիտի երգի, որ կարողանա աշխատել։ Եթե գութանավար չկա, ինչի պիտի երգի։ Հարսանիք չկա, ինչի երգի։ Հա։ Այդ է եւ անպայման ֆոլկլորում գնահատվում է յուրաքանչյուր ժանր իր տեղում, իր ժամանակին։ Եվ Կոմիտասը այդ ճանապարհով է գնացել։ Դրա համար նա ապրել է քանի ժամանակ բոլոր իր արսակուրթային օրերը այս գյուղում են,
այն գյուղում, եւ ֆոլկլորը տեսել է իր բնական միջավայրում։ Հա։ Եվ մարդիկ արդեն նրան ընտելացել են, որ այդ վեղարով ինչ որ մի մարդ հետաքրքրված է գրում է, ուշադրություն չեն դարձնում։ Երգում են, պարում են, բան ու ինքը անընդհատ նոտագրում է։